Ինչպես այսօր պարզ դարձավ, հունիսի 17-ին Գյումրու երեխաների տան կենտրոնի աշխատակիցները հայտնաբերել են 1 տարեկան երեխայի թի։ Ոստիկանության հայտարարության մեջ ասված է, երեխայի թիակի վրա բռնության հետքեր առկա չեն։ Ըստ նախնական տվյալների հունիսի 17-ին ժամը 6:20-ի սահմաններում Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ժամը 5:45-ի սահմաններում շտապօգնության խումբը Գյումրու երեխաների տուն պողակում արձանագրել է նշված մանկատան 1-ամյա Շահարուի մահը։ Կանչը գրանցվել է առավոտյան 16-ին լույս 17-ին, մեր բրիգադի աշխատախմբի տեղ հասնելուն պես արդեն մենք տեսել ենք, որ տեղի հաստատության բժշկուհին եւ բուժքույրը միասին կազմակերպել են առաջին բուժօգնությունը եւ վերակենդանացման գործառույթներ են իրականացրել։ Մեր ունեցած տեղեկատվությունով երեխան ունեցել է մանկական ՏՑԲ ուղեղի կաթված օբստրուկտիվ թոքաբոր բրոնխիտ։ Վերակենդանացման գործառույթները արդեն իսկ շարունակվել է մեր բժշկական բրիգադի կողմից համատեղ մեր բժշկի ներկայությամբ գրանցվել է մահ։ Արտաքին զննությամբ թիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։